Սպառողների իրավունքների պաշտպանությունն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է հանրապետությունում ներդնել նոր կանոններ, արգելելով սպառողին մոլորության մեջ գցող ցանկացած գործողություն։ Արգելքը վերաբերելու է այս կամ այն էլեկտրոնային առևտրային հարթակում դիտումների կեղծ քանակի կամ կեղծ վարկանիշի ներկայացմանը։ Նրա խոսքով այս փաթեթը մշակվել է սպառողների իրավունքների պաշտպանության արդյունավետ համակարգ ստեղծելու նպատակով։ Սպառողների իրավունքների պաշտպանության ողջ օրենսդրությունը համապատասխանեցվելու է Եվրամիության օրենսդրությանը, վստահեցրել է Պապոյանը։ Մասնավորապես նոր կանոնների շնորհիվ սպառողը կկարողանա տեսնել վաճառքի առաջարկվող բոլոր ապրանքների մեկ միավորի գինը, այսինքն 1 կիլոգրամի համար, 1 լիտրի համար եւ այլն։ Օրինակ, եթե ապրանքը վաճառվում է մեծ քանակությամբ կամ փաթեթավորված, սպառողը հնարավորություն կունենա հասկանալ, թե որ տարբերակն է իրեն առավել ձեռնտու, պարզաբանել է նախարարը։ Նոր վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու եւ Դավիթ Բեկ փողոցի միջնամասում կառուցվել է կասկադային համալիր 224 աստիճանահարթակներով եւ հավելյալ 15 աստիճանահարթակ մուտքի հատվածում։ Այգում անցկացվել են ոռոգման համակարգ եւ արտաքին լուսավորության ցանց։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքով Երևանի քաղաքապետարանը շինբարեկարգման ոլորտում իր աշխատանքները բազմապատկել է նախորդ ժամանակաշրջանների համեմատությամբ եւ նմանատիպ բարեկարգման աշխատանքները դարձել են սովորական։ Ստացել ենք հետաքրքիր նոր միջավայր, նոր կասկադ, նոր վարչական շրջանում։ Իրականացրել ենք նաև 6-ից 7 հեկտար տարածքի վրա ծառատունկ, ասաց Ավինյանը եւ հույս հայտնեց, որ նոր վարչական շրջանի բնակիչները հաճախ կգնան բարեկարգված տարածք։ Անդրադառնալով աշխատանքներին, որոնք կատարվում են, բայց որոնց մասին հաճախ չեն խոսվում, Ավինյանը նկատեց. քաղաքապետարանի աշխատանքների եռամյա ծավալը միգուցե համեմատելի է նախորդ 10-ից 15 տարիների ծավալի հետ։ Հեծը ներկայացրել է ներդրումային ծրագիր։ Առաջինը փոքր կենտրոնի ինքնաբավ համակարգի ստեղծման ծրագիրն է, որը կբացառի հոսանքի, էլեկտրամատակարարման անջատումները մայրաքաղաքի փոքր կենտրոնում։ Ընդհանուր առմամբ նախատեսվում է տեղադրել 123 կիլոմետր մալուխ, որի խրամուղու փորման երկարությունը 83.5 կիլոմետր է։ Այն ընդգրկում է մայրաքաղաքի 111 փողոց։ Հավանության արժանացած եւ հաստատված ծրագիրն այս ամիսների ընթացքում ունի հետեւյալ պատկերը. 22 հասցեների համար դիմել են քաղաքապետարան։ Պատրաստի նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա ստացել են շինթույլտվություն եւ այժմ աշխատանքն իրականացվում է 22 փողոցներում, որից 8-ը բաժին են ընկնում կենտրոն վարչական շրջանին, մնացածը այլ վարչական շրջանների, ասաց Արեյանը, նշելով, որ մնացած աշխատանքները պլանավորվում է ավարտել աշնանը։